Օրինաց երկիր կուսակցության եւ ագրարային համալսարանի ջրերը երկար ժամանակ է ինչ մի առվով չեն հոսում։ Հարևանությամբ գտնվող երկու շենքերի միջև ընկած տարածքը նրանց համար կռվախնձոր է դարձել։ ՕԵԿ-ը տեղում շինարարություն է սկսել։ Համալսարանի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ դրա իրավունքը ՕԵԿ-ը չունի։ Այսինքն պատը սարքելը օրինական է։ Այսինքն դահակն չի կա հետագայում քանդի։ Կուսակցության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ արդեն 8 տարի է ինչ այդ տարածքն իրենք օգտագործում են եւ որ այն փաստաթղթերով իրենց է պատկանում։ Ագրարային համալսարանի հակադարձում են տարածքը կառավարության որոշմամբ իրենցն է անհիշելի ժամանակներից։ Էլ չեն խոսում այն մասին, որ կառավարության 2005 թվականի որոշմամբ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներն օտարելու իրավունք չկա։ Հակառակորդ երկու կողմերն էլ վստահ են իրենց իրավասության մեջ, այսպես կոչված բարաթ ունեն։ Հարցին լուծում տալու համար դիմել են դատարան։ Վարչական դատարանն էլ որոշել է, մինչև վերջնական որոշում կայացնելը տարածքում շինարարությունն արգելել։ Վաղ առավոտից սակայն տարածք է բերվել ծանր տեխնիկա եւ վերսկսվել են շինարարական աշխատանքները։ Պարզվեց, որ այս տարածքը, որտեղ հիմա այս պատը կառուցվում է, ոչ թե Տերյան 74 հասցեն է, այլ Աբովյան 43/1։ Հա։ 262 քառակուսի տարածքի վրա, որի հետ կապված մենք ունենք շինարարության, քանդման, թույլտվություն։ Մենք համոզված ենք դա Տերյան 74-ն է, որ գարաժի կեսը վերցրին, ոչ դարավ Աբովյան 43։ Դատարանի որոշումը չի խախտվել, վստահեցնում է ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության падգամավորը։ 3 օր առաջ գտնված ընդհանուր հատակագծով պարզել են Աբովյան 43 կոտորակ 1 հասցեի սահմանագծերը, իսկ քաղաքապետարանը 2008 թվականին իրենց այդ տարածքը տվել է հենց Աբովյան 43 կոտորակ 1 հասցեով, այնինչ ագրարային համալսարանի տարածքը Տերյան 74 հասցեում է։ Այստեղ ավարտվում է Աբովյան 43/1։ Այս պատը հիմա որ առանձնացնում է։ Մինչ այդ մենք օգտագործել ենք մինչև այն ՕԵԿ-ցուցանագը որ կա, այսինքն շուրջ 400 քառակուսի մետր, իսկ սա 262 քառակուսի մետր։ Հիմա բաժանում ենք Տերյան 74 հասցեն, առանձնացնում ենք Աբովյան 43/1 հասցեն։ Գոյություն ունեն համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ տարածքը պատկանում է ագրարային համալսարանին, ասում է մյուս կողմը, եւ իբրև հավելում ներկայացնում Google որոնողական համակարգի քարտեզի նկարը, որտեղ հստակ երևում է, որ ՕԵԿ-ի գլխավոր շտաբի շենքը կառուցվել է ագրարային համալսարանին պատկանող շինությունից շատ ավելի ուշ։ 2004 թվականին սա մեր տանիքն է։ Օրինաց երկրի շենքը չկա։ Այս տանիքը իրենք ապամոնտաժեցին այսպես մեկ օր քանդեցին։ Դահկի աշխատակիցները եկան, արձանագրեցին, ոստիկանությունն եկավ, գազկը եկավ քանդեց, իրենց սարքած պատը ուրբաթ օրը, բայց քանի որ շաբաթ, կիրակի, երկուշաբթի մեռելոց չեն կարողանում գան, այդ պատրվարկով արդեն որերորդ ուրբաթ, շաբաթ, կիրակինը գիշերով շինարարություն ունեն։ Դուք ո՞նց եք կարծում, թույլատվություն ունեցող մարդը գիշերը ժամը 1-ին շինարարություն կան։ Եթե ՕԵԿ-ի գործողություններն ապօրինի չեն, ինչու են շինաշխատանքները վերսկսել ոչ աշխատանքային օրվա առավոտ, տարակուսում են ագրարային համալսարանի կոլեկտիվի անդամները։ Կասկածներ ունեն նաև, որ ՕԵԿ-ը տեղում շինարարություն չի սկսել դահլիճ կառուցելու համար, մինչդեռ իրենք տարածքը նախատեսել էին օգտագործել ավելի նպատակային։ Մինչև դեկտեմբեր գյուղտեխնիկայի մեծ խմբաքանակ են ստանալու։ Բաքում կանգնած տրակտորի հետ միասին իրենք ծրագրել էին ողջ տեխնիկան տեղավորել հենց այդ տարածքում։ Ագրարային համալսարանը պատրաստվում էր այդ տաղավարում ցուցադրել ոչ միայն այդ տեխնիկան, այլև այդ բակի տարածքը օգտագործել ուսանողներին գոնե բարելի հնարավորություններն ապահովելու համար։ Ես մի քանի անգամ եղել եմ Վայե Շտեֆանի համալսարանում եւ եթե 6 սանտիմետր վարելուց ուսանողը սխալվի, նա ստուգար չի ստանալու։ Իսկ մենք որտեղ պետք է սովորեցնենք։ Ինչ տեխնիկական միջոցների վրա։ Տերյան 74 թե Աբովյան 43 կոտորակ 1 հասցեի հանգուցալուծումը կտա դատարանը, ինչ կանեն կողմերը մինչ այդ ցույց կտա կյանքը։ Ինչ վերաբերում է ձեր մատնանշված տարածքին, ինչ առաջ բանակցում ենք։ Այո, այդ կամ մեր ուժերով կամ ձեր, եթե անենք միայն դատարանի որոշումը կդարձնենք, այսինքն այդ բանը։ Եվ շնորհակալություն։ Համեցեք, լավ կացեք, ասված ձեր հետ։ Աննա Գրիգորյան, Գագիկ Շամչյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։